Կարմիր տանիքներով, 19-րդ դարի փայտե պատշգամբներով, միավոր կառուցված տներով ու առանձնահատուկ կոլորիտով քաղաքն է Գորիսը։ 2021 թվականից հետո երկար տարիներ չլուծվող խնդիրներին նորերն են ավելացել։ Լուծումների վերաբերյալ առաջին ձեռքից առաջարկներ լսելու նպատակով Առաջարկ Հայաստանի նախաձեռնության անդամները Սյունիք այցի շրջանակում հանդիպել են գորիսեցիների հետ։ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակումն ու Գորիս-Կապան ճանապարհի շրջանցումը լրջորեն փոխել են կյանքը Հայաստանի այս հատվածում։ Տարանցիկ ու լոգիստիկ կարևոր նշանակություն ունեցող քաղաքը դարձել է փակուղի, ասում են գորիսեցիները։ Գորիսը դարձել է կույրավենք։ Այսօր Գորիսը զարգանալու ոչ մի հեռանկար չունի, որովհետև ճանապարհ չունի։ Հիմա մեկ ճանապարհի խնդիր ունենք։ Եկել է փակուղի։ Այո։ Այն երակը, որ Գորիսով անցնում էր տարբեր ուղղություններով, այդ երակը ըստ էության չկա։ Նույն վիճակը Վարդենիսում, երբ որ այդ Քարվաճառի ճանապարհի արդյունքում էլի աշխուժ, հիմա այնտեղ տուփիկ է, ասիկա, այո, դուք ճիշտ եք, մենք ստացել ենք երկու կույրաղիքային, ուրեմն հանգրվաններ, համայնքներ, քաղաքներ, որը բնականաբար այն ինչի հետևանքա, որի մասին գիտենք, դրա մասին շատ երկար չեմ խոսում, ինչ որ եղավ։ Հիմա թե հետագայում ոնց կբացվի, ինչ կլինի, դա կյանքը ցույց կտա։ Գորիսը եւ նաեւ Վարդենիսը կարելի է դիտարկել որպես արտակարգ կացության բնակավայրեր։ Ինչ անել, պետքա այս փուլում ես կարծում եմ սուբսիդավորումները կտրուկ ավելացնել բյուջեից։ Վերաբաշխումների քաղաքականությունն պետք շատ լուրջ, որպեսի վտանգը բնակչությունը չարտահոսի, երիտասարդությունը չարտահոսի։ Եղել է, չէ, ֆորս մաժոր իրավիճակներում սուբսիդավորել է շատ խոշոր արտադրություններ, ինչ է եղել։ Էդ եմ ես նշեցի, որ այդ կարգավիճակը ազատ տնտեսական գոտի եւ նաեւ հավելյալ ֆինանսավորումներով։ Ես կարծում եմ պետք է լինի մրցունակ ծրագիր, լիդերների համախմբություն, միաբանություն եւ կամք ժողովուրդը որպեսի մասնակցի ու պահանջի։ Սա է լուծումը, ուրիշ տարբերակ չկա։ Այս փուլում ֆորս մաժորային պետք է համարենք իրավիճակը եւ տանք լուծումներ ստիպելով վաղվա իշխանությանը կոալիցիոն լինի կամ միաձնյա լինի, որ ինքը պատասխանատու է լինելու այդ ծրագրի համար։ Մենք եկել ենք այդ ծրագիրը ձևավորելու։ Ճանապարհների փոփոխությունից անվտանգային հարցերից մինչև գործազրկություն։ Բնակիչներին մտահոգում է, որ երբեմնի արդյունաբերական քաղաքում այսօր ոչինչ չի արտադրվում։ 80 թվերի տվյալներով Գորիսում 8000 հոգի 8000 աշխատատեղ է եղել։ Մենք Սերսայոզնի գործարան ենք ունեցել, մենք երկու մեծ գործարան ենք ունեցել, Սարքերի գործարանը, Գորիսի գամման։ Մենք արտադրել ենք զինվորական դաչիկներ, որոնք որ աշխարհում միակն է եղել, միկրոշարժիչ գործարան ենք ունեցել, ֆաբրիկաներ ենք ունեցել, մի խոսքով 8000 հոգի, շինարարության մասին, գյուղատնտեսության մասին չեմ խոսում։ Հիմա այսօր Գորիսը ոչ մի ավել հավաքում, ոչ մի նասկ է արտադրում։ Ուղղակի գյուղատնտեսական պանիր ուտելու համար, հաց, թխում են, ուտում են, մի խոսքով Գորիսից ոչ մի բան չի արտահանվում այսօր։ Նախ գանք 8000 աշխատատեղ, խորհրդային տարիներից եկող դեպի անկախության տարիներ, այո, գամմանն է, միկրոշարժիչն է։ Ես նույնիսկ շատ քաջածանոթ եմ այդ մի քանիսի սեփականաշնորհման գործընթացին, թե ինչը ոնց է եղել։ Հիմա տեսեք, ընդհանրապես որ գնում ենք մարզեր, ասում են ինչի աշխատատեղեր չեն բացում, գործարան չեն, ցանկացած բիզնես, այդ թվում արդյունաբերական բիզնես, ինքը պետք է ձեռնտու լինի ներդրողի համար։ Ինքը հաշվարկ է անում, թե այդ որտեղ եմ կառուցում այդ գործարանը, եւ այդ գործարանը կառուցում է եւ մեր նշած գործարանները տես չի եղել խորհրդային միության ժամանակ, որ 100% հիմնավորում է ունեցել բիզնեսի, որտեղ շուկա չի եղել, մի տա բիզնես էլ չի եղել, եղել է պետական ձեռնարկություն, ՊԾ, պետական ձեռնարկություն, միտքը եղել է, որ մարդկանց աշխատատեղերը ապահովեն։ Եվ պատահական չէ, որ տարբեր շրջաններում Մարտունի կլինի, Գավառ կլինի, ստեղ կլինի, այնտեղ կլինի, կարի ֆաբրիկաներ, տրիկոտաժի ֆաբրիկաներ, այս ինչ բաներ, ու խորհրդային միության ժամանակ համարյա 0 արժեքով գալիս է հումքը նյութերը, հանգույցները, բաները, ստեղ մարդկային աշխատանքներ կարևորում, հետո ինքը գնում էր դեպի դուրս։ Այսինքն դա
շուկայական հարաբերություն չի եղել։ Հիմա արդեն որպեսզի Գորիսում ըլնի աշխատատեղ, դա երկրի գործն է, որ երկիրը Գորիսում կլինի, թե մյուս տեղ կլինի երրորդ տեղում, այնպեսի միջավայր ստեղծի, որ փող դնողը ձեռնտու լինի այդ փողը դնի։ Եթե ձեռնտու չլինի, ոչ մեկ ոչ մի բան չի դնելու։ Այսինքն սա խնդիր համար 1, թե ոնց սարքել ձեռնտու Գորիսում եւ այլ տեղերում, որպեսզի այդ միջավայրը լինի, դա արդեն կարան քննարկենք։ Հարցերի ու առաջարկների մի մասն էլ գյուղատնտեսությանն էր վերաբերում 25 տարի 2800 հեկտար վարելահողում ցորեն եւ գարի մշակած բարձր բերք ստացած ֆերմեր Սպարտակը համաձայն չէ ոլորտի պատասխանատուների հայտարարությունների հետ, թե ցորեն ցանելը շահութաբեր չէ։ Տարեկան արտադրել եմ 4500-4500 տոննա, ամենապակասը 3600 տոննա։ Միջին հեկտարի բերքատվությունը 375 հեկտարից 54 ցենտրից բերք եմ ստացել անձրուտի պայմաններում։ Ինչը շահութաբեր չի, լավ չեմ հասկանում։ Որովհետեւ իրենք բացի բերք ստա, պետք է հողը ճիշտ մշակել։ Հետո իրենք ուզում են ընդամենը սովորական իման տանել շփոթեն, հետո գնան բերք հավաքեն, հեշտ չի լինում։ Նախ նորից է պետք, հողը պետք է անալիզ անի, հասկանալ հողի ինչի կարիք ունի, պետք է ապահովի, իհարկե մի քիչ ասված պետք է կամենա, եթե անջրտի պայմաններում։ Բայց եթե խոսում եք բանի ես ինչա քաղաքացիություն վարելու, թողի մեզ մաս կարելի սարքել ջրովի տարա, հասկանալ։ Ես ձեզ մի հարց էլ տամ։ Բացի ավանդական դարձած այդ գարի ցորեն այդ մշակաբույսերով ոնց որ զբաղվելուց, միտք չի առաջանում այլ մշակաբույսերի մասին մտածել, պտղատու ծառեր, այդ հիմա ելնում է, չէ՞, այս սուբսիդավորում նաև այդ կապիտալային ռոռոկմանը։ Բացակ 400 մետրի ինչ է գիտես, բազարչայի։ Կողնիզորի պայմաններում, կարելի է արտադրած անխնականագի բանջարերը։ Այսինքն, բայց որտեղ իացնի։ Այսինքն, ինչ պետք է անել, պետք է հողերը խոշորացնել։ Օրենսդրական փոփոխություններ կարելի է արած, գերակա շատ ճանաչել։ Չգիտեմ, մի ճանապարհ պետք է ընտրել, որ այդ հողերը խոշորացնել։ Այդ դեպքում կարելի է գյուղատնտեսությունը այստեղ զարգացնել։ Որ ասեցիք խոշորացում, չէ, համաձայն են, որպեսզի արդյունավետությունը բարձրանա։ Իսկ ինչի մեր մոտ չաշխատեց բանկար, չէ՞ որ ասում եք օրինակ գյուղատնտեսական կոոպերացիան։ Այսինքն ժողովուրդը չընդունեց դա։ Ձեր համայնքի խնդիրը դուք գիտեք, դուք պետք է այդ հարցադրումը անեք, ասեք եւ այդ առաջարկը տաք, եւ այդ առաջարկները մենք արձանագրենք, ապագա մեր ծրագրի մեջ կներառենք, կմշակենք, ձևակերպումները կտանք եւ հետո նորից կգանք այդ ձեր առաջարկները որպես ընդհանուր ծրագրային փաթեթ ձեզ կներկայացնենք։ Բոլոր առաջարկները լսելուց հետո առաջարկ Հայաստանի նախաձեռնության անդամները հրաժեշտ են տալիս գորիսեցիներին մոտ ապագայում նորից հանդիպելու ակնկալիքով։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։